Good morning. It's Robert Amsterdam. Բարև ձեզ, ձեզ հետ Ռոբերտ Ամստերդամն է։ Ինձ ասել են Հայաստանի կառավարության մեկնաբանություններն ինչպես իմ մասնագիտական որակավորման, այնպես էլ Ջեֆրի Էփշտեյնի հետ իմ ունեցած կապերի վերաբերյալ։ And my relationship with Jeffrey Epstein. Թույլ տվեք անդրադառնալ դրանց շատ արագ։ Ես երբևէ որևէ կարգավիճակով չեմ ներկայացրել կամ խորհրդատվություն տվել պարոն Էփշտեյնին։ Նրա հետ հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, քննարկելու աֆրիկացի մեր հաճախորդների հարցերը, որոնց առնչությամբ նա որոշակի միջոցներ էր տնօրինում։ Mr. Epstein was holding certain funds. Մենք երկար խոսեցինք եւ նա իրականում ինձ առաջարկեց միանալ իր փաստաբանական թիմին, սակայն սեփական սկզբունքներիցս ելնելով ես մերժեցի։ Բացի այդ, ինձ չէր հետաքրքրում մի ոլորտ, որն ամբողջությամբ դուրս էր իմ մասնագիտացումից, այն է սեռական հանցագործությունները։ Այնպես որ ոչ մի շփում, ոչ մի վճարված գումար, ոչ մի տեսակի հարաբերություն չի եղել, բայց դա չի կանգնեցնում պարոն Փաշինյանին, որն իր կաբինետի եւ նույնիսկ ընդդիմության որոշ անդամների հետ փորձում է օգտագործել այն պատահականությունը, որ իմ անունը կարող էր հայտնվել ինչ-որ փաստաթղթում։ Նպատակն է հորինել կեղծ թեզ եւ դրանով հարվածել տարբեր երկրներում Քրիստոսի զավակների հետ իմ ունեցած հարաբերություններին։ Ուզում եմ հստակ ասել, իմ անցյալի մասին այսպիսի բացահայտ ստեր տարածելու փորձն ինձ համար խորապես վրդովեցուցիչ է։ Ճիշտ այնպես, ինչպես վստահ եմ Նարեկ Կարապետյանն է զզվանք ապրում իր քաղաքացիության մասին ստերից, իսկ Սամվել Կարապետյանը ՖՍԲ-ի հետ կապերի վերաբերյալ անհեթեթ մեղադրանքներից։ Is disgusted by the false statements concerning his citizenship, and Samuel Karapetyan is completely disgusted by the allegations of some contact with the FSB. Հայաստանի կառավարությունը զգալով իր անկումը մեկը մյուսի հետևից տհաճ բամբասանքներ է տարածում։ Նրանք պետք է վերջ տան դրան։ Հենց այդ պատճառով է, որ ես սպառնացել եմ դատական հայցերով եւ կշարունակեմ իրավական գործընթացներն այն անհատների դեմ, որոնք ճշմարտությամբ պայքարելու ունակություն չունեն եւ ստիպված են ստել։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, պարոն Փաշինյանը չի կարող խուսափել սեփական վարքագծի պատասխանատվությունից։ Նա չի կարող շրջանցել այն փաստը, որ մարմնավորում է այն ամենը, ինչ սխալ է Հայաստանում։ Հարձակումները եկեղեցու, հայկական մշակույթի, խորհրդանիշների եւ հայ ժողովրդի վրա, սրանք աններելի ոտնձգություններ են Հայաստանի ժողովրդի դեմ։ The attacks on the Armenian people. These are all unforgivable transgressions against the people of Armenia. That is the truth. Սա է ճշմարտությունը եւ սա է այն, ինչին մենք բոլորս պետք է հավատարիմ մնանք, անկախ նրանից, թե քանի հոգի կփորձի խոսել արտաքին միջամտության նման թեմաներից, որոնք միայն քողարկում են բուն իրականությունը։ Այս ընտրությունները գոյաբանական են Հայաստանի համար, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրամիության, ոչ էլ ԱՄՆ-ի, այլ հենց Հայաստանի համար, եւ սա այն միակ միտքն է, որով Հայաստանի յուրաքանչյուր ընտրող պետք է մտնի քվեախցիկ։ Շատ շնորհակալություն։